Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Գիտես իմ համար էլ հեշտ չի։ Ես էլ եմ մարդ, ես էլ քարից չեմ։ Ռեբեկա, եթե ես իմանամ, որ քեզ սպասեմ թեկուզ 10 տարի, ու դու կորոշես, որ մենք պիտի իրար հետ լինենք, ես պատրաստ եմ այդ 10 տարին սպասել։ Բայց եթե որոշես, որ չէ, Ուրեմն ինչ։ Ուրեմն ես ուղղակի կգնամ։ Որովհետև չեմ ուզում, որ դու անընդհատ տանջվես ու ինչ-որ մի բան քո սրտով չլինի։ Ես ինչքան էլ հումոր անեմ, ինչքան ծիծաղեմ հետդ, բայց արի հասկանանք, որ ես իմ ու քո ճակատագրի հարցն է։ Ու այդ հիմա մենակ քո ձեռքերում է։ Նորից եմ ասում, ես եկել եմ իմ պատասխանի հետևից ու եթե դու որոշել ես, որ իմ ու քո մեջ ամեն ինչ դեռ չսկսված պիտի վերջանա, ես ուղղակի կգնամ, դու ես որոշողը։ Ու հիմա ես սպասում եմ քո պատասխանին։ Եթե ասես չէ, ես խոստանում եմ, որ դու էլ երբեք չես լսի իմ մասին ու ինձ երբեք չես տեսնի։ Հիմա սպասում եմ քո որոշմանը, ասա։ Ես հնարավոր է, որ հիմա անշնորհակալ մարդու տպավորություն թողնեմ, որովհետև դու ինձ շատ ես օգնել ու շատ բաներ ես ինձ համար արել։ Բայց Ռեբեկա, հիմա մենակ չասես, որ դու ինձ շատ շնորհակալ ես ու ես շատ լավ մարդ եմ։ Մենակ այդ չանես։ Բայց ես իրոք շնորհակալ եմ։ Դու ինձ օգնեցիր, որ ես կյանքին ուրիշ գույներով նայեմ։ Ինքս ինձ օգնեցիր, որ ճանաչեմ նոր կողմից։ Ու ես հասկացա, որ կյանքն ու իրականությունը մեր պատկերացումներից, մեր երազանքներից մի փոքր տարբերվում են։ Հիմա ես ավելի քան վստահ եմ, որ ես ոչ հիմա, ոչ էլ երբևէ պատրաստ չեմ լինելու նոր հարաբերությունների։ Ես հնարավոր է հիմա մեղավոր եմ քո առաջ, որ դու իմ հանդեպ զգացմունքներ ունես ու դրա համար ուզում եմ ասեմ կներես։ Դու ինձ ձեռ ես առնում, Ռեբեկա։ Դու պատասխան էիր, չէ՞ ուզում։ Ես էլ ասում եմ, որ ոչինչ չի փոխվել։ Այն օրվա իմ ասածները ուղղակի պահի ազդեցության տակ են ասվել։ Լինում է, չէ, երբ մարդ ասում է մի բան, բայց ուրիշ բան է մտածում։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմանաս, որ ես մինչև հիմա Վահեին եմ սիրում ու միշտ իրեն եմ սիրելու։ Ու չի կարելի անցողիկ սիրահարվածության պատճառով իրականում մեծ սերը կործանել։ Դու հասկանում ես, չէ՞, որ ես եթե հիմա գնամ, էլ ինձ ու քեզ կապող ոչ մի բան չի լինելու։
Ու ես ինչքան էլ քեզ սիրեմ, հասկացի, որ ես էլ ինքնասիրություն ունեմ։ Ես իրոք շատ մեծ հույս ունեմ, որ դու քո իրական երջանկությունը կգտնես հնարավորինս շուտ։ Բայց ինձանից հեռու։ Ես քեզ շատ հնարավորություններ եմ տվել, բայց դու ոչ մեկից տենց էլ չօգտվեցիր։ Ես գիտեմ դու ինչ ես ուզում իրականում, բայց էլ չեմ պայքարելու քո դեմ։ Ու Աստված տա, որ շուտ հասկանաս, թե ինչ ես ուզում ու սկսես ապրել։ Որովհետև սենց ապրելը մեռնելուց էլ վատ է։ Ամեն մարդ ինքնավորոշում ինչն է իր համար լավ, ինչը վատ։ Այսինքն ուզում ես ասես, որ ես եթե հիմա գնամ, դու երջանիկ ես լինելու։ Ես խաղաղ եմ լինելու։ Դրա համար խնդրում եմ։ Գնա ու էլ երբեք ինձ հետ հանդիպումներ մի փնտրի։ Այն օրը, որ ես ու դու խոսում էինք, դու ինձ նորից ասում էիր, որ գնամ։ Բայց այդ ժամանակ քո մեջ այնքան սեր կար, որ հիմա ոնց որ ուրիշ մարդ լինես։ Ես քեզ երբեք այսքան սառը չեմ տեսել ու չեմ պատկերացրել։ Դե հիմա ես էլ սենց եմ։ Էս հայրական Ռեբեկան։ Այն օրը ես ասացի բաներ, որոնք իրականում չպիտի ասեի։ Արամ, ես չգիտեմ մեր կյանքը ոնց կդասավորվի։ Մենք էլի կհանդիպենք իրար, թե չէ, բայց այս պահից սկսած ես ու դու իրար օտար ենք։ Բայց ուզում եմ իմանաս, որ ես ուրախ եի քեզ ճանաչելու համար։ Ոնց հայկան։ Նորմալ, հոգնած էր, քնած։ Հա, ճանապարհից ավելի հոգնել երեխան։ Ես էլ կային խոստացա, որ մոտը կմնամ, բայց ինձ թվում է երկար կքնի ու ավելի լավ կլինի գնա։ Ես էլ եմ մտածում, որ այդպես ավելի ճիշտ կլինի։ Անկախ ամեն ինչից արի չմոռանանք, որ ձեր էսպայի հարաբերությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Ու հիմա դու ինչքան ջերմ լինես էլ կայի հետ ու ինչքան շատ լինես իր կյանքում, հետոն ավելի վատ է լինելու։ Ես շատ լավ գիտեմ, որ օրից մի օր ես ու Էլկան պետքա բաժանվենք։ Բայց դա չի ազդում այն ամենի վրա, ինչը որ ես զգում եմ Էլկայի հանդեպ։ Ես մեկը իրան շատ եմ սիրում։ Ես չեմ կարող խաբեմ ու ասեմ, որ գիտեք, մարել է սերս կամ ինչ-որ այլ բան եմ զգում իր հանդեպ։ Ես պիտի խնդրեմ ձեզ, որ անհնարին սպասելիքներ չունենաք ինձնից։ Ես չեմ կարող խաղամ ու խաբեմ, որ չեմ սիրում իրան։ Իսկ թե ինչ է լինելու հետո, ես այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում։ Ալո, Ոնց ես ախպերս։ չգիտեմ ոնց եմ։ Համ նեղված, համ ջղայնացած։ Ռեբեկայի հետ ես խոսել։ Ռեբեկայի անունը Միտուշ կլինի։ Կլինի։
Որտեղ ես կարող ա գամ մի բաժակ բան խմենք։ Չգիտեմ, ախպերս արդեն ուղեղս չի աշխատում այս աղջիկա ձեռքը։ Լավ, տեղը 10 գամ, հետո կորոշենք, թե ինչ անենք։ Հասկացա, գալիս եմ։ Ալո, Եվա ջան, բարև։ բարև Ձյան, ինչի համար ես զանգել։ Եվա ջան, բայց ինչի այդպես կտրուկ։ Ուղղակի ուզում եմ խոսանք։ Դու թե էլի որպես միջնորդ ես զանգել։ Չէ, Եվա ջան։ Ես գիտեմ, որ անցած անգամ քեզ խաբել եմ ու լավ բան չեմ արել, բայց ես նաև գիտեմ, որ դու հենց սկզբից էլ հասկացել էիր, որ ես քեզ խաբում եմ ու քեզ այդ հանդիպումը պետք էր, այդպես է, չէ։ Իսկ հիմա ուղղակի զանգել եմ, որովհետև ուզում եմ քեզ տեսնել ու խոսել հետդ։ Ինչի համար։ Մենք ոչ մի բան իրար հետ չունենք խոսելու։ Գիտես, ես չեմ ուզում մտածես, թե ես քո թշնամին եմ կամ ուզում եմ քեզ ինչ-որ վատ բան անել։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ Գոռի իմ եղբայրն այս աշխարհում ինձ համար ամենակարևորը իր լավ լինելն է։ Բայց նաև ես քեզ եմ հասկանում, Եվա ջան։ Ես իսկապես քեզ հասկանում եմ։ Ես ուղղակի ուզում եմ քեզ տեսնել ու քեզ հետ խոսել ու քեզ խնդրում եմ։ Ինձ ընդունի ոչ թե որպես Գոռի քույր, այլ ուղղակի մի աղջիկ, ծանոթ մարդ, ընկերուի ոնց կուզես, ուղղակի Հայաստանում մի ծանոթ մարդ։ Ձյան, գիտես, ես վաղուց այդ կեղծ մարդասիրական ճառերին չեմ հավատում։ Համ էլ նենց չի, որ դու իդեալական քույր ես։ Շատ լավ գիտեմ, թե ինչի համար ես դու հիմա հեռվում ապրում ու ինչի Գոռի հետ ընդհանրապես շփում չկա։ Ես չգիտեմ, թե դու ինչ ես իմացել, Եվա ջան, բայց եթե նույնիսկ դու այդ ամեն իմացել ես, ուրեմն պիտի հասկանաս, որ այս աշխարհում երևի թե ես միակ մարդն եմ, որ քեզ իսկապես կհասկանա։ Դու այն մեկն ես, որ մերժված սիրո պատճառով հիմա շատ վատ վիճակում եմ։ Ու հավատա, ես քեզ լավ եմ հասկանում։ Ես ուղղակի ուզում եմ գալ քեզ տեսնել, որովհետև իսկապես երբեմն մարդուն պետք է ինչ-որ մեկը, որ կխոսի իր հետ, կլսի ու ոչ մի ավելորդ հարց չի տա։ Ես մի ժամից կլինեմ այն սրճարանում, որտեղ անցած անգամ հանդիպեցինք, ու շատ ուրախ կլինեմ, եթե դու գաս։ Գոռ, կարող է ամեն դեպքում մտնենք խանութ ու փուճուրի համար մի քանի բան վերցնենք։ Ուղղակի սեռը չգիտենք, էտա մի քիչ գործը բարդացնում։ Սար, ես հասկանում եմ ինչ ես ուզում հասած լինես, բայց ես դեռ պատրաստ չեմ Ձյանին տեսնել։ Ախր ինչի, Գոռ։ Մի պահ ձեր հարաբերությունները ոնց որ կարգավորվել էին, ինչ եղավ հետո։ Ոչ մի լուրջ բան, ուղղակի բոլոր նախանշանները կա, որ իրան տեսնեմ, կարողա ներվային անամ։ Ու այդ ոչ իրան է պետք, ոչ էլ ինձ։ Էլի ինձ հետ է կապված։ Չէ, քեզ հետ չի կապված։ Այս պահին ինքը քեզ ընդունել է, համակերպվել է ամեն ինչի հետ։ Մնում է ես ընդունեմ ու համակերպվեմ։ Բաներ կա, հասկացի, ինչքան էլ քուրս լինի, թեմաներ կա, որ չի լինում այդ ամեն ինչի վրայով անցնել ու պատկերացնել, որ ամեն ինչ լավ է։ Ինչ։ Ես մենակ եմ մեծացել ու ամբողջ կյանքում երազել եմ քույր կամ եղբայր ունենալու մասին։ Ու հետո որ գտա իմ ընտանիքը, գտա երկու քույր, ես անսահման երջանիկ էի։ Ու հասկանում եմ, որ եթե ես նոր եմ գտել Էլկային ու Ռեբեկային ու այսքան իրենց սիրում եմ, այսքան երջանիկ եմ իրենցով, չեմ էլ ուզում պատկերացնել քո ու Դիանայի մեջտեղում ինչ կա, ինչ ա պատահել։ Ախր դուք նույն տանն եք մեծացել, դուք իրարից բացի ոչ ոքի չունեք։ Սա ռիման են ստացվում, որ դու ինձ համոզում ես։ Նայ, ինձնից շատ ոչ մեկ իմ քրոջը չի կարա սիրի։ Ուղղակի հարազատի դեպքում, ասենք լինում է, որ մարդը անի նենց բան, որ դու
ուղղակի չես կարել առաջվանը լինես, հասկանում ես։ Լավ։ Ես էլ ոչ մի բան չեմ ասում, բայց ձեզ հաշտեցնելու տարբերակ հաստատ կգտնեմ։ Հաշտեցնել ասեցիր, սիրահար զույգին հիշեցի։ Տեսնես Արմանը ոնց է, այդ տղեն շատ է սիրտս տանջում։ Չգիտեմ, թող այս վիճակը մի քիչ խաղաղվի, իրենց համար էլ ինչ-որ բան կմտածենք, բայց մինչև մեր հարսանիքը մենք դեռ չլուծված հարցեր ունենք, կարող է դրանցով զբաղվենք։ Դու մենակ ասա ինչա պետք, ես միանգամից ամեն ինչ կդասավորեմ ու կկազմակերպեմ։ Ոնց ես հերոս։ Հերոս մնաց այ ախպեր։ Ինչ տղա է հիմա, նա ինչ եմ դարձել։ Ինչի այդ ինչ ասել Ռեբեկան, որ այսօր ինես։ Ես այդ աղջիկա ձեռքը կգժվեմ։ Եկ օր առաջ կանգնել գոռում, լացում, ասում էր ես քեզ շատ եմ սիրում, ուղղակի մեղավոր եմ ինձ զգում քո առաջ, դրա համար չեմ կարողանում կյանքս կառուցել։ Իսկ այսօր ուղիղ սառը հայացքով նայեց աչքերիս մեջ ու ասեց, որ դու իմ համար ոչ ոք ես, Արամ։ Ուղղակի ես էմոցիաներից դրդված տենց բաներ եմ ասել քեզ։ Լավ, ես չեմ դու ես։ Ինչ անեմ։ Արամ, եթե ուրիշ աղջիկ լիներ, ես կասեի, որ ուղղակի ձևեր է թափում, թանկացնում է իրան, բայց Ռեբեկան այդ տեսակը չի։ Ինչ անենք, հիմա դերերով փոխվենք, ես սկսեմ ձևեր թափել, որ իմանա որը որից հետո է, հա։ Բայց լավ, եթե լուրջ ինչ ես որոշել, ինչ պետք է անես։ Ոչ մի բան։ Հերիք եղավ արդեն ախպերս։ Բայց ասելա չէ, որ քեզ սիրում է, այդ այն բանն է, որ հաստատ չէր խափի։ Հա, Արման ջան, ասելա, որ սիրում է, բայց ես ոչ չեմ համոզելու, որ հետը շփվի։ Ինձ ասում է, արի իրար օտար մարդիկ լինենք։ Հեսա կտեսնի օտար մարդիկ լինելը, որ նա լսպասի։ Լավ, ախպերս, ամեն ինչ պարզ է։ Փաստորեն դու ոչ թե հրաժարվում ես Ռեբեկայից, այլ ուղղակի տակտիկա ես փոխում։ Արման ջան, ես անգամից չեմ հասկանում, դու ոնց հենց կարճ ժամանակում հասկացար։ Բա։ Բալես, արդուն ես արդեն։ Հա, մոմ ջան, Արմանը գնաց։ Հա, իհարկե, ինքն էլ գործեր ուներ, բալես քո համար ուտելու բան եմ բերել։ Չեմ ուզում, ախորժակ չունեմ։ Ես քեզ կօգնեմ, դու կուտես։ Մամա, չեմ ուզում։ Ոտքերս չի աշխատում, բայց ձեռքերս աշխատում է։ Ասում եմ չեմ ուզում ուտեմ, ախորժակ չունեմ։ Կներես։ Ամեն ինչ կարգին է։ Ամեն դեպքում սա այստեղ կթողնեմ կուտես, հա, անպայման։ Մամ, իրոք կներես, էլի։ Ես չի ուզում քեզ նեղացնեի, ուղղակի չեմ հասկանում իմ հետ ինչա կատարվում։ Ես քեզ հասկանում եմ։ Մի նեղվի, բալես։ Պապի կտանն, հա։ Հա, հենց նոր տուն եկավ։ Լավ։ Կանա։ Հա, խոսեմ գա։ Ալո։ Արման, ուր ես։ Ինձ ասեցիր, որ կմնաս մոտս, չէ՞։ Հա, գիտեմ պուճուրս, ուղղակի քնեցիր, ես էլ մտածեցի, որ երկար կքնես ու գնացիր։ Լավ, իսկ երբ կգաս։
Այսօր էլ չեմ գա։ Ինչի՞։ Պապիկդ առաջադրանք ա տվել, պետքա անեմ անպայման։ Արման, պապին տանն է։ Իսկ երբ որ պապիկը տուն է գալիս, քեզ բաց է թողնում։ Հա, բայց շատ կարևոր առաջադրանք է, չես հավատում ինձ։ Լավ, իսկ երբ որ վերջացնես կգաս։ Չեմ հասցնի, շատ ուշ կլինի։ Թող մնա վաղը կգամ անպայման։ Օգտվում ես արդից, որ ես չեմ կարողանում քայլել, հա։ Եթե ես կարողանայի քայլել, չէի խնդրի այսքան քեզ։ Ես ինքս կգայի Արման։ Արդեն գիժ-գիժ բաներ ես խոսում։ Վաղը կգամ, լավ։ Քեզ թվում է չեմ հասկանում, որ ինչ-որ բան է կատարվում Արման։ Դուք հաստատ մի բան թաքցնում եք։ Լավ, ես հիմա ինչ անեմ։ Ինձ ես մխիթարում, բայց քո վիճակն էլ մի բան չի ախպերս։ Ափսոս էլի, ափսոս որ գոնե դիմացանտրություններ չկան։ Թե չէ մի հատ մերժված տղամարդկանց կուսակցություն կարելի էր բացել, գոնե փող աշխատել։ Գոնե այս իրավիճակից մի հատ օգուտ կլիներ։ Դե, բայց եթե իմ պահը այդ մերժվածի պահը լիներ, երևի ավելի հեշտ կլիներ։ Բայց էլ կան ինձ սպասում որ գնամ, ուղղակի ես հասկանում եմ, որ իմ գնալը սխալ է, որովհետև ես դրանով կվտանգեմ Էլկային։ Ու հիմա ամեն ինչ պետք է անեմ, որ մեր միջև եղած կապը վերջանա, կտրվի այդ ամեն ինչը ու էլ չշփվենք իրար հետ, բայց ծանր է չեմ կարող։ Ասում ես էլի ինչ հետաքրքիր է։ Մի քույրը այդքան պայքարող է, իսկ այն մեկը սառույցի կտոր։ Վայ, բախտ բաժանող, վայ։ Չես գնալու Էլկայի մոտ։ Չէ, մի կերպ եմ ինձ զսպում, բայց պիտի չգնամ, գիտեմ, որ ճիշտ է դա։ Արմեն, ոնց որ Ռեբեկան լինես, գիտես։ Համ սիրում ես, համ էլ ասում ես չեմ գնալու, որովհետև չգիտեմ ինչ։ Ախպերս, այս հաստատ նույն դեպքը չի։ Գիտեմ, որ նույնը չի, ախպերս։ Ուղղակի Ռեբեկայի վրա ջղայնացած եմ, չգիտեմ այդ ջղայնությունը ում վրա թափեմ։ Դու էլ կանգնել նույն Ռեբեկայի տեքստերն ես ասում։ Բայց գիտես ոնց որ Ռեբեկայից բաժանվելուց խոնավություն ես քաշել։ Քո հետ էլ խոսալ չի լինում։ Ձյան։ Նստի։ Ես գիտեի, որ կգաս։ Շատ ուրախ եմ։ Իրականում չգիտեմ, թե ինչի համար եմ եկել։ Ուղղակի դու այնպես խոսեցիր, որ սկսեցի ես էլ հավատալ, որ այս աշխարհում կա մեկը, ով կարա ինձ հասկանա։ Ես դեռ ոչինչ չեմ պատվիրել, քեզ այս սպասում, ինչ կուզես։ Ես երևի մենակ սուրճ։ Եվա, մինչև մատուցողի մոտենալը ես ուզում եմ քեզ ասել, որ դու իմանաս։ Ես քեզ չեմ մեղադրում, ոչինչում չեմ մեղադրում, ու քեզ այստեղ չեմ կանչել, որ գլխիդ ճառեր կարդամ։ Ես նույնիսկ ինչ որ չափով քեզ հասկանում եմ, որովհետև քո պատմությունը ինձ շատ հարազատ է։ Ճիշտ է, մենք երբեք էլ ընկերուհիներ չենք եղել, բայց ես ուզում եմ դու իմ մեջ հիմա տեսնես ընկերոջ, ով պատրաստ է քեզ լսել ու հասկանալ։ Մեկ էլ մի բան Եվա, հանկարծ չմտածես, թե այս մեր հանդիպումը պլանավորած է։ Այս մասին ոչ ոք չգիտի ու չի էլ իմանա, եթե դու չուզես։ Ոնց թողել է ուտելիքը այդպես էլ մնացել է։ Ոչ մի բան չի ուտում, պապ։ Հետը բառ անգամ խոսել չի լինում։ Ես արդեն չգիտեմ այդ երեխու հետ ոնց վարվում։ Ոչինչ։ Ժամանակի հարց է, դա էլ կանցնի։ Պապ, իսկ կարող ասենք Արմանը գա։ Գուցե այդ ժամանակ սկսի սնվել։
Նարինե, Էլկան փոքր երեխա չի, դու էլ նորաթուխ մամա չես, որ խաբվես երեխայիդ կամակորություններին ու զոհ գնաս։ Եվ հետո Արմանի հետ հանդիպումը հաճախակի ոչ մի օգուտ չի տա, ճիշտ հակառակը, կվնասի։ Գիտեմ, պապ ջան, այդ ես էլ եմ շատ լավ հասկանում։ Ուղղակի Արմանի ներկայությամբ լրիվ ուրիշ մարդ է դառնում։ Էլկան հասկանում է, որ ինչ-որ բան է կատարվում ու դրա համար շատ նյարդային է դառնում։ Թող մի փոքր ժամանակ անցնի, ես հետո կխոսեմ Էլկայի հետ։ Իսկ եթե պարզվի, որ ինչ-որ բան Էլկան արդեն հասկանում է, դա ինչ շատ ավելի լավ, ուրեմն անակնկալի չի կա։ Ես գիտեմ, որ աշխարհում ամենահեշտ բանը մարդուն մեղադրելն է։ Բայց ոչ ոք չգիտի, թե թվացյալ վատ մարդու թիկունքում ինչ պատմություն կա, թե ինչ ցավ կա այդ մարդու հոգում։ Չգիտեմ, Եվա, ես քեզ հասկանում եմ։ Գիտես չէ, այդ ասացվածքը, որ ասում են, հագի իմ կոշիկները, անցի իմ անցած ճանապարհը, հետո նոր ինձ դատի։ Իսկ ես գիտեմ, որ դու սեր ես կորցրել։ Ես այդ գիտեմ, Եվա։ Հավատա, մարդիկ նույնիսկ երբեմն այդ սիրո կորստի պատճառով խելագարության են հասնում։ Ոչ ոք սրիկա կամ մարդասպան չի ծնվում։ Մարդուն չար են դարձնում իրադարձություններն ու մարդիկ։ Գիտես, Ձյան, ես մենակ սեր չեմ կորցրել։ Ես ամեն ինչ եմ կորցրել։ 4 պատի մեջ գիտես, ինչքան եմ մտածել այն մասին, թե ինչ կլիներ, եթե գոռը գար ու լսեր ինձ, բայց ինքը ոչ մի անգամ չեկավ։ Թող չհավատար Ձյան, բայց թող լսեր ինձ։ Չնայած ես վստահ եմ, եթե ինքը ինձ լսեր, կհավատար։ Դրա համար էլ չեկավ։ Մեկ-մեկ ես ուղղակի մտածում եմ, որ ինքը իմ հանդեպ սառել էր։ Ուղղակի պատրվակ էր փնտրում, որ ինձանից բաժանվեր այդքան բան։ Չէ, այդպես չի, դու էլ գիտես, որ այդպես չի։ Գոռը քեզ խելագարի պես էր սիրում։ Ուղղակի Եվա, երևի հիասթափությունը հաղթեց սիրուն։ Իրական սիրուն ոչ մի բան չի կարա հաղթի Ձյան։ Լսի Եվա ջան, մենք կանայք շատ երկար ենք փնտրում տղամարդու, ում այդ պիտի ապրենք։ Իսկ տղամարդիկ այդպիսին չեն։ Իրանք սիրարվում են միանգամից ու շատ հաճախ։ Մենք երկար ենք փնտրում տղամարդուն, հենց դրա համար էլ մեզ համար շատ ցավոտ է հետո կորցնելը։ Ուղղակի մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր երջանկությունը մեր մեջ է։ Ուրիշ ոչ ոքից կախված չի։ Եթե դու հանկարծ մտածես, որ քո երջանկությունը ինչ-որ մեկից է կախված, այդ ուղղակի կործանիչ կլինի։ Ձյան, գոռը իմ կյանքն է կործանել։ Ես կորցրել եմ իմ համար ամենակարևորինի երեխուն։ Դու գիտես մենք ինչքան էինք երազում այդ երեխու մասին։ Ես այնքան երիտասարդ էի, այնքան շատ էի սիրում գոռին։ Գիտես, ես աչքերս փակ հանուն իրա պատրաստ էի ամեն ինչի։ Ես իրան այդքան շատ եմ սիրել, Ձյան։ Ես քեզ հասկանում եմ ու գիտեմ, Եվա ջան, գիտեմ։ Երբ որ իմացա, որ հղի եմ, ներսումս ամեն ինչ տակնու վրա եղավ։ Ես իհարկե հասկանում էի, որ մենք բաժանվել ենք, բայց մտածում էի, եթե գոռը իմանա այդ ամեն ինչի մասին, կգա ու կփրկի մեր սերը։ 1000 անգամ 1000 ձևով կանչել եմ իրան, բայց ինքը տենց էլ չեկավ։ Հասկանում ես, ինքը ինձանից իմ սերն է խլել, իմ երեխուն, իմ երջանկությունը։ Եթե ես իմ երեխուն չկորցնեի, դժվար էլ գայի Հայաստան։ Ձյան, հավատա, ես այդքան էլ անիկնասեր մարդ չեմ, որ գամ միտեղ, որտեղ ինձ ոչ մեկ չի սպասում։ Ուղղակի ինձ ոչ ոք չի հասկանա նենց, ոնց ես չեմ հասկանում, թե ոնց է հնարավոր այսքան մեծ սիրուց հետո ես կորցնեմ իմ ապրելու ցանկությունը, իսկ գոռը պատրաստվի հարսանիքի Ձյան։ Դու ասում էիր, որ ինքը ինձ սիրում է, էսա իր սերը։ Լավ ես։
Սրանից լավ չի լինում։ Վաղուց է ուտելիքը այստեղ դրված։ Հա։ Մաման էր բերել, բայց ախորժակ չունեմ, կարող ես տանել խոհանոց։ Ու ինչի ես ուզում հասնես դու ես պահվածքով։ Ոչ մի բանի, Ռեբեկա, ուղղակի ախորժակ չունեմ։ Լավ, այդ դեպքում կտանեմ։ Հա, բալես մի բան կերա։ Չէ, Բա ինչի հետ բերիր։ որովհետև ախորժակ չունի։ Այդպես ասում, բայց կարող է ուտի։ Մամ, ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ, բայց ելկայիս պահելաձևը նորմալ չի։ Գիտեմ, բալես, բայց հույս ունեմ, որ արագ կանցնի։ Ամեն դեպքում երեխա չի, որ սովածանա կասի։ Արդեն ես էլ չեմ հասկանում, թե որն է ճիշտ ու որը սխալ։ Բարի օր։ Բարի օր, բալես։ Ոնց է Էլկան։ Մարտական է տրամադրված, որոշել է բոլորիս պատերազմ հայտարարել։ Արթունը։ Հա։ Լավ, գնամ պայուսակս տնեմ սենյակ, մտնեմ մոտը։ Բոլորն ասում են, որ այս աշխարհում արդարություն կա։ Բայց սենց ինձ հերթը հասավ, չգիտեմ ինչի այդ արդարությունը հանկարծ ամահեղավ ձյան։ Այս պատմության մեջ միակ զոհը ես եմ։ Բայց գիտես, մի տեսակ զոհի կարգավիճակը իմը չի ձյան։ Իմը հաղթողի կարգավիճակն է։ Քեզ եմ նայում ու ինձ եմ հիշում։ Ու գիտես, վախենում եմ։ Եվա, չարությունը երբեք էլ լավ խորհրդատու չի եղել։ Հիմա արդեն գորս առայն ես սիրում ու դու էլ ոչինչ չես կարող փոխել, ոչինչ։ Ու եթե դու ուզում ես վրեժ լուծել, դրանով մենակ քեզ ես վնասելու։ Դրանով դու քո երջանկությունն ես կորցնելու։ Ես այդ ամեն ինչը գիտեմ, ձյան։ Ուղղակի ներսիս կծկվում ա ցավից։ Ախր ո՞նց է հնարավոր, որ ինչ-որ մեկը ամեն ինչ կորցնի, իսկ մյուսը վայելի կյանք ունենց, ոնց որ ոչ մի բան էլ չի եղել։ Այն ինչ եղել է ահավոր է Եվա։ Բայց էլ ոչ ոք ոչինչ չի կարողանալու փոխել։ Հիմա դու պիտի քո կյանքը փոխես։ Դու պիտի կարողանաս ինքդ քո կյանքը փոխես։ Որովհետև ինչ էլ անես, ինչքան էլ վրեժ լուծես, ինչքան էլ խանգարես, միևնույնն է դրանով մենակ դու ես քեզ ցավ պատճառելու, ուրիշ ոչ ոքի։ Ու հավատա դու իսկապես երջանիկ չես լինելու երբեք։ Բայց դու դեռ կարող ես ամեն ինչ փոխել։ Լավ էլի ձյան։ Քո կարծիքով ես իմ դառը փորձից հետո ես դեռ որևէ տղամարդու կարող եմ վստահել։ Այդ ուղղակի անհնար է։ Երեխա ունեցի Եվա։ Ինձ թվում է դու շատ լավ մայր կլինես, շատ հոգատար։ Ու հենց ցավը, որ հիմա քո մեջ կա, կվերափոխվի սիրո։ Ես վստահ եմ։ Խնդրում եմ ինձ լսի, մի չարացի։ Ոնց է իմ սիրուն քույրիկը։ Այդ հարցը այս ընթացքում անտանելի է դարձել։ Էլկա, կուզես դուրս գանք բակ, մի քիչ մաքուր օդ շնչենք։ Սարա, դու ինձ երբեք չես խաբում։ Խնդրում եմ, կասես ինձ, ինչ է տեղի ունեցել այս ընթացքում, երբ որ մենք այստեղ չենք եղել։ Դե ինչ պիտի լիներ Էլկա։ Բոլորիս ուշքն ու միտքը դու էիր։ Չէ։ Ես այդ չեմ հարցնում, Սարա։ Ես Արմանի մասին եմ հարցնում։ Ինչ խոսակցություն են ունեցել պապիկն ու Արմանը։ Սարա, ես գիտեմ, որ պապիկը բոլոր մանրամասնություններով իմացել է այդ ավտովթարի մասին։
Ու այդքանից հետո ուղղակի հնարավոր չէր, որ իրանք խոսակցություն չունենային լուրջ։ Երբ որ մենք այնտեղ էինք, մաման ամեն ինչ հորինում էր, որ հեռախոսը ինձ չտար։ Հետո ես վերցրի հեռախոսը։ Սկսեցի զանգել Արմանին։ Արմանը չէր պատասխանում։ Սար, գիտակցում ես, չէ՞ նորմալ չի, որ Արմանը չէր պատասխանում իմ զանգերին, Սարա։ Սար, ես հասկանում եմ, որ ինչ որ բան կատարվում է։ Սարա, խնդրում եմ քեզ, ինձ ճիշտն ասա։ Ես հիմա ստեղ եմ ու հասկանում եմ, որ մի բան այն չի, որ բոլորդ ինչ որ բան թաքցնում եք։ Սարա, Արմանը իրան նման չի։ Դու ինձ կյանքում չես խաբում, չէ՞։ Խնդրում եմ քեզ, ինձ ճիշտն ասա։ Սարա, ի՞նչ է կատարվում։ Ինձ ճիշտն ասա, Սարա։